Պարոն նախագահ, եթե կարելի է մեր հարցերին պատասխանեք, պարոն նախագահ, ձեր կարծիքով եկեղեցու շուրջ սկսված այս զարգացումները ինչ վտանգավոր հետևանքներով են հղի, որովհետև այդ սև սպիտակը կարծեք թե նաև առաքելական եկեղեցու շուրջ ունեցին իշխանությունները։ Ռեժիմի ներկայացուցիչները ունեն ոչ սրբություն, ոչ բարոյականություն և ոչ էլ ականապատություն։ Եկեղեցու դեմ կարող է աշխատ ձեռնարկել մարդ, ով ունի հոգեկան խնդիրներ կամ լծված է ամբողջովին չարությամբ, կամ էլ կատարում է թշնամու հանձնարարություններ։ Ինչ վերաբերում է Վեհապար Հայրապետին, ապա ես վստահ եմ, որ նա հաստատակամ է և ցանկացած պարագաներում բարեփոխչորեն կատարելու է իր ազգային և եկեղեցական ծառայությունները։ Բայց բոլորիս էլ հայտնի է, որ եկեղեցու դեմ հալածանքները միայն ուժեղացնում են եկեղեցուն։ Այնպես որ համբերությամբ սպասենք։ Պարոն Սարգսյան, կիրակի օրը պատարագ է լինելու կարգելույց եղածներ Արամն հայտարարել, Փաշինյանն էլ մասնակցելու է կիրակի օրվա սուրբ պատարագին։ Դուք ձեր թիմից գնալու եք, չգիտեմ, այնտեղ Հովանավանք պաշտպանելու եկեղեցին, եւ ինչպես եք այդ եկեղեցին պաշտպանելու process-ը պատկերացնում։ Մենք մի քանի անգամ հայտարարել ենք, որ մեր քաղաքական ուժը ամբողջովին կանգնած է Վեհապար Հայրապետի մեր եկեղեցու կողքին և մեր գործողությունները մշտապես պայմանավորված են լինելու Վեհապար Հայրապետի հորդորով։ Հենց Վեհապար Հայրապետը կես բառասի ցանկացած եկեղեցում, Հայաստանի ցանկացած կետում մենք պատրաստ ենք այնտեղ կանգնելու։ Պարոն նախագահ, Վարդան Ղուկասյանի շուրջ իրադարձությունների մասին ձեր դիրքորոշումն է ուզում իմանալ։ Նայեք, ի սկզբանե ակնհայտ էր, որ Վարդան Ղուկասյանը խոցելի թեկնածու է, նրա վերաբերյալ անցած գործեր են լինում, նախկինում են եղել եւ չնայած այդ հանգամանքին ընդդիմությունը որոշեց այդ թվում ձեր քաղաքական ուժի քվեով նրան դարձնել Գյումրու քաղաքապետ։ Ինչ եք կարծում, եթե ընդդիմությունը ավելի շուրջահայաց գտնվեր եւ ավելի անխոցելի մեկին ընտրեր, կունենայինք Գյումրիում այս իրավիճակը, որ ունենք այսօր։ Եվ կար այն նախ ես կուզենայի, որ դուք շատ ճիշտ արտահայտվեք, երբ որ խոսում եք մեր քաղաքական ուժի մասին։ Մենք այո, այնտեղ ունեցել ենք, այսպես ասեմ, մաքրում համակրել ենք և սատարել ենք, բայց դա չի նշան, բայց չի կարելի նույնականացնել մենք քաղաքական ուժ։ Սա մի։ Ես չեք թողնում ես պատասխանել։ Գիտեք, մենք բոլորս էլ մեղավոր մարդիկ ենք։ Անկախ որևէ հանգամանքից այդ գործում քաղաքական բաղադրիչը շատ մեծ է։ Եվ ընդհանրապես պարզ չէ բոլորիս համար, որ այս իշխանությունները ունեն զրո հանդուրժողականություն այլակատության հետ կապված։ Եվ նրանք ցանկացած գնով, ցանկացած միջոցներով լրացնում են, փորձում են լրացնել այլ կարծիք, այլ քաղաքական դիրքորոշում հայտնող մարդկանց։ Ընդհանուր միջև մեկուսացնել։ Այս պարագայում Վարդան Ղուկասյանին մեկուսացել։ Ինչ վերաբերում է ձեր հարցի երկրորդ մասին, ապա Վարդան Ղուկասյանը այնտեղ ընդդիմության շրջանակներում ամենաշատ քվե ստացած տեխնիկ։ Մենք առաջի հերթին ոչ թե սատարել ենք Վարդան Ղուկասյանին, այլ մեր ժողովրդի այն հատվածին, որը քվեարկել է Վարդան Ղուկասյանի օգտին։
Բա ինչ անեն ձեր կարծիքով։ Ժողովուրդը կարող է սխալվել, բայց կարծում եմ, այդպես է, հիմա այդպես է կարծում, հա։ Ոչ, ժողովուրդը չի կարող։ Ժողովուրդը չի կարող։ Ժողովուրդը չի կարող սխալվել։ Ժողովուրդը կարող է ինչ-որ պահի մոլորվել, ինչ-որ պահի տրվել պոպուլիստների հորդորներին, խոստումներին, բայց չի կարող սխալվել։ Չեք զղջում, որ Կուզ կցանկանայիք, որ Վարդան Ղուկասյանի փոխարեն այլ օր ասել Գյումրիում լիներ եւ այդ պարագայում կունենայիք այլ իրավիճակ։ Ես ընդհանրապես ցանկանում եմ, որ Հայաստանի ցանկացած համայնքում, ոչ միայն համայնքում, ցանկացած իշխանություն ունեցող մարդ լիներ ամենազնուագույնը։ Միշտ ցանկանայի, ամենահայրենասերը, ամենազնուագույնը, ամենալավը, ամենասիրելին, բայց ցավոք սրտի ընտրությունները միշտ չէ, որ վերում են այդպիսի հետևանքների։ Ալիևը հայտարարում է, որ հայկական բեռներիրայից, տարանցիկ բեռներիրայից հանում է սահմանափակումները եւ հայտարարում, որ սա խաղաղության երաշխիքներից մեկն է։ Երբ մենք ունենք օկուպացված Արցախ, տարհանված արցախահայեր եւ գերիներ ու պատաններ, այդ խաղաղությունը ինչպես է հաստատվելու։ Ես դժվարանում եմ ասել, թե ինչպես է հաստատվելու։ Եթե խաղաղությունը մշտական լինի, ես խաղաղության մեջ ամեն լավն եմ տեսնում, իսկ վտանգներ խաղաղությունը լինի, թե գժտություն լինի, վտանգները բոլոր տեղերն են միշտ գոյություն ունեն եւ կախված նրանից, թե որոշում կայացնողը ով է, այդ վտանգները կամ իրականություն են դառնում, կամ շրջանցվում են այդ վտանգները։ Իսկ ձեր ասած հայտարարությունը ինձ համար մի քիչ անհասկանալի է, որովհետև չեմ կարծում, որ Հայաստան հացահատիկ ներկրելու ամենահարմարավետ, ամենակարճ եւ ամենաէժան տարբերակների։ Եթե այդպիսի բան կա, ես դեմ չեմ բացարձակապես, եթե հացահատիկի որակը լավն է, եթե հացահատիկը հացի գները էժանացնելու է, ես միայն ուրախ կլինեմ։ Անվտանգությունը ապահովելու է։ Անվտանգության հետ դա քիչ կապ ունի։ Ես չեմ կարծում, որ դա անվտանգության հետ կապ ունի։ Այսինքն, եթե չգիտեմ գնացքով ալնելու, թե ինչպես ալնելու Ադրբեջանի տարածքից այդ ճանապարհ չկա Հայաստան մտնելու, քան նորից ասնի Վրաստան, Վրաստանից նորից Հայաստան։ Ես կարծում եմ, որ մեր վրացի գործընկերներն այդտեղ անելիք ունեն եւ իրենց անելիքը բանեն։ Լավ աղմում են դա դիպան։ Պարոն նախագահ, ինչպես եք վերաբերվում դուք ընդդիմադիր դաշտի խոշորացմանը, քանի որ ակնհայտ է, որ ազգային ժողովը 3-4 ուժից ավելի չի անցնելու եւ այսպես չեք կարծում, որ միավորմամբ է հնարավոր հաղթել Նիկոլ Փաշինյանի նրա իշխանությանը։ Ես չեմ կարող ասել այսօր, որ ազգային ժողովում դուք նկատի ունենք նոր ընտրվելիք ազգային ժողովում 3-4 ընդդիմադիր ուժեր կլինեն, կարծում եմ գոնե այսօրվա պայմաններում ես տեսնում եմ առնվազն 4 ընդդիմադիր հայացքներ ունեցող ուժեր, որոնք հնարավորություն ունեն լինել ազգային ժողովում։ Որոնք են այդ ուժերը։ Եկեք Պարոն Քոչարյանը շեշտել է, պարոն Սարգսյան, ցանկալի է, որ դուք էլ շեշտեք։ Դուք ոնց որ առաջի անգամ եք գալիս այստեղ հաղթարդում։ Ձեզ խնդրել եմ, որ պարոն Քոչարյանը ինձ հարցեր չտաք։ Բայց մենք չենք կարող ձեզ հարցեր չտալ Հայաստանի երկրորդ նախագահ եւ մեկ այլ ընդդիմադիրի վերաբերյալ, որքան էլ դուք դա ուզում եք չեք ցանկանալ, եւ որքան էլ դուք դա չեք ցանկանում։ Արդյոք դուք համարում եք, որ դուք իրավունքներ ունեք, ես չէ։ Դուք իրավունք ունեք։ Բայց մենք էլ իրավունք ունենք հարցեր հնչեցնելու եւ ես էլ իրավունք ունեմ հարցերի կամ չպատասխանելու կամ խոսակելու։ Ներողություն 26 թվականի ընտրությունների հետ կապված արդեն 1 տասնյակից ավել կուսակցություններ կամ չգիտեմ դաշինքներ ցանկություն են հայտնել մասնակցելու 26 թվականի ընտրություններին։ Դուք դերևս Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, այսպես ասած, որոշում չունեք, արդյոք վերանայել եք կամ կարող եք պատասխանել այդ հարցին, մասնակցելու եք թե ոչ։ Ոչ, մենք մեր որոշումը չենք վերանայել։ Մենք այսօր
նախապատվությունը տալիս ենք իմպիչմենտին եւ կարծում եմ բոլորը տեսնում եք, որ խորհրդարանական ընդդիմության իրական կոնսոլիդացիան շատ լավ հնարավորություններ են բացում իմպիչմենտի հետագա իրականացման գործում։ Ես ընդհանրապես շատ զարմացած եմ այն մարդկանց վրա, հատկապես այն քաղաքական ուժերի, ովքեր փորձում են իմպիչմենտը հակադրել ընտրություններին։ Բայց ինչպես կարելի է հակադրել։ Երկուսն է սահմանադրական, չասեմ միջոցառումներ, ամենայն դեպքում սահմանադրական դրույթներ են։ Այսպես թե այնպես ընտրությունները կայանալու է։ Եվ սահմանադրությունը հստակ ընդգծում է, որ իմպիչմենտը ճգնաժամային լուծման գործիք է։ Եթե մարդիկ կարծում են, որ այսօր Հայաստանում ճգնաժամ չկա, մենք այդպես չենք կարծում։ Եվ մենք համարում ենք, որ առաջ սրանց իշխանություններից հեռացնելը միայն ու միայն Հայաստանին օգուտ է։ Այնպես որ կգա ժամանակը, մենք մեր կարծիքը կհայտնենք։ Պարոն Սարգսյան, դուք Նիկոլ Փաշինյանին չեք ճանաչում, երբ որ ընդդիմադիր գործիչ եք, երբ իրեն 2018 թվականին իշխանություն տվեցիք։ Ես մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ։ Ես այդ մարդուն շատ մոտիկից երևի տեսել եմ մաքսիմում 3 անգամ։ Դա մի անգամ եղել է 93-ի վերջ, 94-ի սկիզբ, մի անգամ եղել է, եթե չեմ սխալվում, 98-ին, երբ որ դատարանում ենք, այսպես ասեմ, հանդիպել, տեսել, եւ մի անգամ էլ 18 թվականի մարիոտում, ուրիշ որևէ տեղ ես այդ մարդուն չեմ տեսել, չեմ հանդիպել, եւ ոչ էլ միջնորդավորված խոսել եմ, եւ ոչ էլ հեռախոսակապ եմ ունեցել, որևէ բան չեմ ունեցել, ինչ է նշանակում ճանաչել, իհարկե, բազա չէ, ես տեղյակ էի, են բոլոր հեյուրանքներին, են բոլոր ստախոսություններին, են բոլոր շանտաժներին, որ տպագրվում է նրա կողմից խմբագրվող թերթը։ Մինչ այդ էլ մեկ այլ թերթում, որտեղ ինքը չէ խմբագրում։ Այնպես որ Ասել եք, ես չեմ պարտվել սրանց, ես պարտվել եմ շատ ավելի ուժեղ մարդկանց, շատ ավելի մեծ ուժերի։ Դրանք ուժեր էին, որոնք ցանկանում էին Հայաստանում, թե աշխարհում տեղի ունեցող գործընթացներ կառավարել, ի վերջո ովքեր էին այդ ուժերը։ Ես իր գիտություն ձեզ հայտնել եմ, որ 18 թվականի մասին ես այլևս չեմ խոսել։ Խոսելու եմ մի անգամ, մի քիչ էլ համբերությամբ լցվեք, շուտով, ուղիղ հերարձակմամբ, ձեզ բոլորիդ էլ նաև հնարավորություն է տրվելու հարցեր ուղղելու, շատ հանգիստ կարող եք ուղղել եւ լսել ձեր հարցերի պատասխանները։ Եթերում պարոն նախագահ, գուցե եկել է այդ պահի, ի վերջո 7 տարի անցել է ձեր հրաժարականից, անընդհատ ասում եք, որ շուտով կխոսեմ ու չեք խոսում։ Անընդհատ չեմ ասում, ես դա ասել եմ ընդամենը անցյալ տարվա։ Մտավախություն չունեք, որ 2021 թվականի սցենարը կարող է կրկնվել, այսքան ուժերով կրկին ընտրության գնալով եւ նույն, այսպես ասած, արդյունքը ճակերտավոր ունենալով։ Բոլոր պրոցեսներում լինում են եւ լավ իրավիճակներ եւ վատ իրավիճակներ։ Եթե ես մտավախություն չունենայի, այդքան լուրջ չի զբաղվել իմպիչմենտի գործընթացով, բայց օր առաջ այս իշխանություններից հեռացնելը Հայաստանի համար միայն դրական հետևանքներ կարող է ունենալ։ Ես այսօր չեմ կարող ասել, որ ընտրություններում ընդդիմությունը անհաջողության է մատնվելու, բայց չեմ կարող ասել նաև, որ այս ընդդիմությունը լինելու է առանց բռնաճնշումների, առանց քաղաքական հակառակորդների մեկուսացնելու, առանց մուրճի, կներեք բառիս համար, առանց սրան նրան շինելու, այնպես որ սա է իրավիճակը։
Պարոն նախագահ, բազմաթիվ իրավապաշտպաններ հայտարարում են, որ պետական մակարդակով իշխանությունները որևէ բան չեն անում մեր գերիներին եւ պատաններին վերադարձնելու համար։ Եթե իշխանությունները որևէ քայլ չեն անում, դուք ինչպես եք պատկերացնում գերիների վերադարձը հայրենիք, ինչ ճանապարհով եւ լինելով Հայաստանում ամենամեծ քաղաքական ուժի ղեկավարը, որքանով են օգտագործվում ձեր կապեր այս խնդիրը բարձրաձայնելու եւ որևէ արդյունք։ Շնորհակալ եմ կոմպլիմենտի համար, բայց մենք Հայաստանում ամենամեծ քաղաքական ուժը չենք, որովհետեւ եթե սա չասեմ, ուրիշները կարող են վիրավորվել, այսպես մեզ մեղադրել մեծամտության մեջ։ Ամենաառաջին պայմանը այս իշխանությունների, նորից եմ ասում, իշխանությունների զրկելն է, որովհետեւ ինչքան էլ մենք կապեր ունենանք, ինչքան էլ մենք ունենանք քաղաքական կուսակցությունների, եվրոպական քաղաքական կուսակցությունների հարաբերություններ, առանց իշխանությունների սատարման գրեթե անհնար են տեսնում այդ խնդրի լուծումը։ Կապրենք տեսնենք, բոլոր պարագաները մինչև այդ շինծու դատավարությունը Բաքվում չավարտվի, չեմ կարծում, որ հնարավորություն կա, որպեսզի մեր գերիները ետ վերադառնան հայրենիք։ Նախագահ, եւ Արցախի վերաբերյալ դուք ասել եք, որ դուք պատրաստ չէիք Արցախի անվտանգությունը զոհել, կրկին պիտի ձեր հրաժարականի մասին խոսամ, բայց ձեր թիմակիցները անմիջապես երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, ասում էին, որ եկել է Արցախը հանձնելու։ Այդ հակասությունը չի առաջանում ձեր թիմակիցների։ Հասկացա, ես ասել եմ, ես պատրաստ եմ Ես պատրաստ չէի փորձությունների ենթարկել Արցախի անվտանգությունը հավանաբար Ձեր թիմակիցներն էլ անմիջապես հենց դուք հրաժարական տվեցիք եւ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, ասում էին եկել է Արցախը հանձնելու։ Փաստացի դուք հանուն անվտանգության կամ չզոհելու համար անվտանգությունը հրաժարական տվեցիք, թիմակիցները վստահ էին, որ Նիկոլ Փաշինյանը հանձնելու է Արցախը, ինչպես է ստացվում։ Դա իրար չհակասող բունկներ են, որովհետև որևէ մեկը լինել իմ թիմակից կամ այլ քաղաքական ուժից երբեք չէր կարող պատկերացնել Արցախի այսպիսի հանձնումը Ադրբեջանի։ Վստահ եմ, իմ թիմակիցները Արցախը հանձնել նկատի են ունեցել բանակցություններում զիջումների գնալը, որը կարող է բերել Արցախի հայտնել Ադրբեջանի կազմում։ Հասկանում եք։ Ես էլ, բայց ես էլ դա նկատի ունեի։ Հենց ես էլ դա նկատի ունեի, որովհետև իմ այլ գործողություններ կվնասեին բանակցային գործընթացը։ Միանշանակ։ Դուք գիտեք, ոտի վրա դժվար է բացատրել, բայց դուք վստահ եղեք, որ ցանկացած բանակցություններում միջնորդները անկախ նրանից, թե ինչ չափով են իրենց շահերը հաշվի առնում, միջնորդները միշտ ավելի գնում են այն ուղղությամբ, որտեղից հեշտ է չասեն զիջումներ, համաձայնություն գործել։ Հասկանում եք, միշտ այդպես է, մեզնից յուրաքանչյուրը։ Այդ տեսեք, եթե ուզում ենք այստեղով անցնել, գնալ, մենք ոսկ հասնենք, պետք է շրջանցենք, չէ՞։ Կամ էլ այս երկու ստոյկաների արանքով անցնենք, որպեսզի քիչ դիմադրության հանդիպենք։ Միջնորդները միշտ այդպես են, բանակցային process-ը այդպես է։ Եվ ով կամք ունի, ով կարողանում է փաստարկներ բերել, ով որ համոզված է, նա էլ բանակցություններում հաջողության է հասնել։ Ես պարոն նախագահ, խոսելով արտաքին քաղաքականության մասին, օրինակ վերհիշելով ձեր նախագահության տարիները, բանակցությունների հետ կապված, արտաքին քաղաքականության հետ կապված տարբեր գերտերությունների ղեկավարների հետ դուք հավասարի նման խոսում էիք, բանակցում էիք։ Այս իշխանությունների օրոք կարծես թե Հայաստանը եւ Հայաստանի ղեկավարները այնպես են անում, որ մենք վերածվել ենք ծաղրի առարկայի, օրինակ Նիկոլ Փաշինյանի պահվածքը, սրտիկները, որ ուղարկում է, երբևէ մենք այսպիսի արտաքին քաղաքական չգիտեմ, ինչպես ձևակերպեմ, վիճակում գտնվել ենք։ Նախ ուզում եմ, որ դեզի իմ անձը այդպես բան չանեք, չմեծարեք ու չափազանցացնեք, ես երբեք ինձ թույլ չեմ տվել համարելու հավասար գերտերությունների ղեկավարներին
Բայց երկու թույլ չեմ տվել, որպեսզի մեզ համարին երկրորդական, երրորդական երկրներ։ Համեմատությունը, ինչ ասեմ, որ ավելի պատկերավոր լինել է, մոտավորապես ոնց որ բոլորը համեմատեք Սարի հետ։ Արձա չէ, որ այսօր Հայաստանը չի գտնվում բանակցային սեղանի շուրջ։ Չի գտնվում։ Ես չեմ ուզում բերել այնպիսի օրինակներ, որ հա բերում են, երբ որ գերտերություններից մեկի ղեկավարը անվանում է այն տղա